Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկեմի YouTube-յան ալիքի եթերում եւ ձեզ հետ եմ ես Բորիս Մուրազիս։ Այսօր աշխատանքային օր է եւ ինչպես խոստացել ենք, յուրաքանչյուր աշխատանքային օր մենք ձեզ համար առանձնացնելու ենք տպագիր տեղական մամուլի մի քանի հրապարակումներ, միջազգային մամուլից կարևորագույն հրապարակումներ, որպեսզի ծանոթանաք անցուդարձին, ինչպես նաև 1-2 մեր սեփական հրապարակումներից։ Եվ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի երբեմնի սիրելի Հակոբ Սիմիդյանը, որը դեռ վաղուց տարածված լուրերի համաձայն Նիկոլ Փաշինյանին 2008 թվականին թաքցրել էր սեփական տանը, հեղափոխությունից հետո պաշտոնից զգալի առաջխաղացում է արձանագրել։ Սիմիդյանի յուրաքանչյուր հաստիկ եւ պաշտոն մշտապես եղել է Փաշինյանի կողքին կանգնելով, սկսած դարեսկիզբ ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ լինելուց մինչև շրջակա միջավայրի նախարար։ Հավելենք, որ հիշյալ ՍՊԸ-ն Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակի հրատարակիչն է։ 2013 թվականին քաղաքացիական պայմանագիր վերադարձի հիմնադրամի տնօրեն է եղել։ 2018-ին, երբ Հայաստանում արդեն քաղաքական իշխանություն էր փոխվել, Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՕԱԿ-ի տնօրեն, նույն տարում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ նշանակվել։ Սիմիդյանը սպորտին էլ է առնչվել 2020-ին հասարակական հիմունքներով ՀՖՖ նախագահի խորհրդականը նշանակվել։ ԱԺ 7-րդ գումարման ժամանակ ստանձնել է «Իմ քայլը» իշխանական խմբակցության քարտուղարի լիազորությունները, հետպատերազմյան 8-րդ գումարման խորհրդարանում մանդատ չի ստացել։ 2021-ի օգոստոսին նորից գործադիր է գործուղվել, սկզբից վարչապետի խորհրդականի պաշտոնում էր, այժմ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում։ Հակոբ Սիմիդյանը ոչ 2024 թվականի անշարժ գույքի եկամուտների ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն է անշարժ գույք հայտարարագրել, ոչ էլ 2019 թվականի տարեկան հայտարարագրում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. այսօր լրանում է 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակներ կիրառելու դեպքի 1 տարին եւ մինչ օրս ոստիկանության պաշտոնյաներից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել քաղաքացիների վնասվածքներ պատճառելու համար։ Փոխարենը որպես մեղադրյալ դատարանի առաջ կանգնել են 16 ցուցարարներ։ Ինչպես հայտնի է, 1 տարի առաջ այսօրը հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Տավուշը հանուն հայրենիքի շարժման անդամները փակ էին պահում Բաղրամյան պողոտան, իսկ ԱԺ-ում ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Բագրատ Սրբազանը կոչ արեց իր աջակիցներին շրջափակել ԱԺ շենքը եւ թույլ չտալ Փաշինյանին դուրս գալ այնտեղից։ Դրանից հետո իրավիճակը կտրուկ լարվեց։ Բախումների հետևանքով վիրավորվեց 100-ից ավել մարդ, լուսաձայնային նռնակի պայթյունից վիրավորված ցուցարարներից մեկի ձեռքը մինչև դաստակը ամպուտացվեց։ Ես այսօր եւս կարդացի տարբեր մարդկանց այսպես մտահոգող գրառումներ, հա, որ որևէ ոստիկան չի պատժվել, իսկ հարգելի հայրենակցեր, որևէ ոստիկան ինչու պիտի պատժվեր։ Կարող եք բացատրել, այսինքն այդ ոստիկանները ինչ էին արել իրենց որոշմամբ, որ պիտի պատժվեն։ Ինչ էին արել։ Նիկոլ Փաշինյանը դեմ էր ցուցարարների դեմ ուժ կիրառելուն եւ ոստիկանները այսպես խելագարված սկսեցին կրակել ժողովրդը։ Ոչ, ոստիկաններին կրակելու հրանք տվել է Նիկոլ Փաշինյանը եւ եթե հիշում եք, նման հրահանգ տվել է նաեւ հենց այդ օրը ազգային ժողովի ամբիոնից։ Բնական, այսինքն ով էր սպասում, որ Նիկոլ Փաշինյանի օրոք այդ ոստիկանները պիտի պատժվեն։ Տրամաբանական չէ կարծում այդ ակնկալիքը։ Հրապարակ օրաթերթը գրում է. նախորդ շաբաթ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը, հայտարարելով, որ նախաձեռնում է Արմենիա 2026 շարժումը։ Մանուկյանը մոտ 5 տարի ղեկավարել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, եղել է ավականու անդամ ՔՊ խմբակցությունից, բայց ՔՊ կուսակցության անդամ չի եղել։ Գարնանը նա հեռացավ թե կենտրոնի տնօրենի պաշտոնից, թե ավականու անդամակցությունից։ Առաջին հայացքից դա նման էր ՔՊ-ից նեղացած մարդու արարքի, բայց Նարեկ Մանուկյանին ճանաչողները պատմեցին, որ դեռ 2020 թվականի պատերազմից հետո տարբեր միջավայրերում նա վատ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին, անգամ ոչ կոռեկտ արտահայտություններ է արել ու թերևս նաև դա է պատճառը, որ իշխանությունը նրան յուրային չէր համարում, եւ անգամ այն հիվանդանոցը նրա կառավարման շրջանում լուրջ արդյունքներ էր հասել, չխանգարեց նրան պաշտոնից հեռացնելուն։
Մեզ պատմեցին, որ Մանուկյանը գրեթե չէր ենթարկվում նախարար Անահիտ Ավանեսյանին, ինչը եւս խնդիրներ էր առաջացրել։ Իսկ ավականու կազմն ամտել էր Տիգրան Ավինյանի միջոցով, բայց այդպես էլ չէր ինտեգրվել թիմին։ Սակայն Մանուկյանի հայտարարություն լայվը եւ վերջին հարցազրույցը լսողներն արձանագրել են, որ նա ճիշտ է, հայրենասեր ու տրամաբանող մարդու տպավորություն է թողնում, բայց ոչ քաղաքական գործ չի։ Նա քարոզում է միասնություն, մենքի գերակայություն, բայց մարդիկ դեռ պետք է համոզվեն, նա այդ գաղափարի իրական կրողն է, թե Նիկոլ Փաշինյանի կողմից 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ներդրվող տրոյական ձի։ Անկեղծ ասեմ, հոդվածը ընթերցում է եւ մտքիս եկավ հենց այդ տարբերակը, որ կարող է Նիկոլ Փաշինյանի կողմից ներդրված լինել, չէ ընթերցել միջև այս հոդվածը։ Այո, Նիկոլ Փաշինյանը մինչև 2026 թվականը պիտի փորձի քաղաքական դաշտը լցնել իր կողմից քիչ թե շատ կառավարելի ուժերով։ Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի նաև ավանդական ընդդիմադիր դաշտում ուժեղացնել Սերժ Սարգսյանի թևը, որովհետև Սերժ Սարգսյանը իր համագործակցությունը ավելի հաջող պատմություն ունի, եւ լավ հասկանալով, որ 2026 թվականին ինքը չի կարող մեծամասնություն վերցնել, տարբեր անունների տակ, տարբեր այսպես գաղափարներ, հռչակած ուժեր առաջ կգան եւ իրենց նպատակը կլինի այն, որպեսզի հետընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի համար ապահովեն մանդատներ։ Փաստորաթերթը գրում է. նախորդին հայտնի դարձավ, որ մի քանի երկրում գործող իրավապաշտպան խմբերն հայտարարություն են տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն դատական հայց է ներկայացրել տարեսկզբին գործադուլ իրականացրած անձանց դեմ, պահանջելով շուրջ 5 միլիարդ դրամի փոխհատուցում։ Հիմնավորումը հետևյալն է. կոմբինատի աշխատանքի խաթարում, ներքին ենթակառուցվածքների ապօրինի արգելափակում եւ այլն։ Անդրադառնալով նշյալ իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությանը, փաստի հետ զրույցում ԶՊՄԿ մամուլի եւ հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը նշեց. այդ հայտարարությունը նախ եւ առաջ հայ հասարակությանը կասկածների ու ենթադրությունների տեղիք պետք է տա, թեև ինձ համար այն շատ օրինաչափ է։ Մեկ օրինակով բացատրեմ, թե ինչու։ Արդյոք տարօրինակ չեք համարում, որ Հայաստանում գործող ընկերության Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ հայտարարություն են անում աֆրիկյան եւ ասիական երկրներից ինչ-որ տարօրինակ հասարակական կազմակերպություններ։ Տեսեք, աշխարհի բոլոր հոգսերը թողած 25 հասարակական կազմակերպություն, հիմնականում այնպիսի երկրներից, որտեղ հաճախ մարդիկ աշխատում են բնամթերքի դիմաց, մի հսկայածավալ հայտարարություն են տարածում Հայաստանում շուրջ $1000 աշխատավարձ ստացող ընդամենը 8 աշխատակցի աշխատանքից ազատելու կապակցությամբ։ Պետք է նկատել նաև, որ ԶՊՄԿ-ն երկար ժամանակ թիրախավորվում է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի այսպես կոչված բնապահպաններն ասում են Հայաստանի հանքարդյունաբերությունը վնասում է իրենց բնությանը, եւ այստեղ էլ պետք է նկատել եւ ասել, որ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները, որոնք ֆինանսավորվում են այդ թշնամական պետության կողմից, հիմնականում օգտվում են Հայաստանի այսպես կոչված բնապահպանների հրապարակած նյութերից, զեկույցներից եւ աշխարհին ցույց են տալիս, ասում են, տեսեք, մենք չենք ասում, որ Հայաստանը թունավորում է Ադրբեջանի բնությունը, ահա Հայաստանում գործող բնապահպանական կազմակերպություններն են ասում։ Հրապարակ թերթը գրում է. ՔՊ վարչության անդամներին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ավելի մեծացնել եկեղեցու դեմ ճնշումը, հոգևորականներին վերագրվող զարհուրելի պատմություններ նետել դաշտ, նյարդերի պատերազմ վարել, ամեն օր թունավորել եւ վարկաբեկելով եկեղեցու սպասավորներին։ Իսկ երբ ժամանակը գա, նաև ապացույցներ, փաստեր կհրապարակվեն, որոնք ձեռք են բերվել իրավապահ մարմինների ապօրինի հրահանգներ տալու եւ մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հետևանքով։ Առայժմ դեռ հապաղում են բացահայտումներ անել, վախենալով, որ հանրության համբերության բաժակը կարող է լցվել եւ հակառակ էֆեկտը ստանալ։ Նիկոլ Փաշինյանը մենք գրեթե ամեն օր այս թեմայի մասին խոսում ենք, այո, շարունակելու է այս տակտիկան, շարունակելու է մարդկանց վարկաբեկելու այս մոտեցումը, բայց ես կարծում եմ եկեղեցին պիտի հոգևորականները պիտի չվախենան, ինչու, որովհետև բոլոր նրանք, ովքեր հավատալու են Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող սրիկայություններին, նրանք կարծում եմ միջև այս էլ որևէ կապ չունեին եկեղեցու հետ եւ որևէ դրական կարծիք չունեին հոգևորականների մասին։ Բոլոր նրանք, ովքեր աջակցում են հոգևորականներին,
Ցավոք սրտի նաև այս իմաստով պարակվածության այդ մակարդակը կա։ Եթե Նիկոլ Փաշինյանը անգամ իրական փաստ հրապարակ, ինչին ես կասկածում եմ, այդ մարդիկ չեն հավատալու Նիկոլ Փաշինյանին։ Դրա համար կարելի է շատ հանգիստ նստել, հետևել, թե ինչ ծաղրուծանակի են իրենց ենթարկում այս քաղաքական վերնախավ կոչվածը, եւ տրամաբանական է նաև Նիկոլ Փաշինյանի պահանջը, հա, որ ամենօրյա ռեժիմով զրպարտություններ տարածեն հոգևորականների մասին, որտեղ եթե լինի պատասխան հայտարարություններ, ասենք, թեկուզ իրականության տեսքով, ասենք, եթե բացահայտեն այն, որ Փաշինյանի թիմի առանցքային դեմքերից մեկը, որի մասին դուք շատ լավ գիտեք, հա, հրապարակվել է, ասենք, արհեստական տղամարդու արհեստական սեռական օրգան է իր համար պատվիրել, իրենք ված չեն զգալու դրանից։ Եթե մեկ այլ падգամավորի մասին ասեն, որ կամ իշխանական ներկայացուցիչի մասին ասեն, որ նրա հայրը, չգիտեմ, այսինչ վարքագիծն է ունեցել, մայրը այսինչ վարքագիծն է ունեցել, նրանք չեն անհանգստանա եւ այս իմաստով Փաշինյանը ուժեղ է, որովհետեւ իրենց առնչվող հնարավոր բոլոր սրիկայությունները կան, ասիկան նրանք ունեն իշխանական ներկայացուցիչ, որի մայրը այսինքն հրապարակավ հայում է, ամենակեղտոտ բառապաշարն է օգտագործում, ասենք օրինակ Մարիա Կարապետյանի մայրը հայոյանքի սիմվոլ էր ցույց տվել բանը Ալեն Սիմոնյանի մայրը, հետո դա բացատրել էր, որ իր համար դա ազատության անկախության խորհրդանիշ է, ես չգիտեմ ինչու այդ կնոջ համար դա անկախության ու ազատության խորհրդանիշ, գիտեք ինչ էր ցույց տվել։ Նիկոլ Փաշինյանը, իր կինը, իր ընտանիքը եւ այսպես կարող ենք խոսել շատ ԿՊԱ-ականների մասին։ ԿՊԱ-ական, որը իր կնոջը, քաղաքացիական կնոջը ծեծել էր, կնոջը ներքաշել էր գումար խաղալու մեջ, հետո կինը պարտվել էր եւ ստացել էր այդ գումարը։ Ես զարմանում եմ, ես զարմանում եմ ընդհանրապես, որ զարմանում եք այս մարդկանց վրա։ Դրա համար կարծում եմ, էլի պիտի վերադառնանք դրան, որ հոգևորականները չպիտի անհանգստանան, շարունակեն մնալ իրենց տեղերում եւ հետևեն Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի այս կապիկություններին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. դեռևս հունիսի 7-ին Արմլուրը գրել էր, որ հայրենի իշխանությունները Էջմիածին քաղաքի իրենց սրտի քաղաքապետի տեխնացուին են գտել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ԿՊ վարչության նիստում որոշում է կայացվել, որ իրենց տեխնացուն պետք է լինի Արմավիրի մարզպետ ԱԺ նախկին падգամավոր Արգիշտի Մեխակյանը։ Օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետարանում Մեխակյանի տեխնացությանը միանշանակ չեն ընդունում, քանի որ Մեխակյանը նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տեղակալն է եղել ու քաղաքապետարանում որպես պաշտոնյա նրան չեն ընդունել։ Հիմա լարված իրավիճակ է այդ առումով, քանի որ հստակ գիտեն, որ Մեխակյանի գալով դժվարին ու խնդիրներով լի աշխատանք է սպասվում։ Մեր աղբյուրները նշում են նաև, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում միավորելու Վաղարշապատ եւ Խոյ համայնքները, քանի որ Մեխակյանը լինելով Խոյ համայնքի նախկին ղեկավար կարող է ԿՊ-ի համար այնտեղից ձայներ բերել։ Այս հարցը դեռևս քննարկման փուլում է։ Փաստ օրաթերթը գրում է. այն ինչ հունիսի 11-ի լույս 11-ի գիշերը տեղի ունեցավ Զվարթնոց օդանավակայանի տարածքում առանց չափազանցության կարևոր եւ առանցքային նշանակություն ունեցող վերքաղաքական իրադարձություն էր։ Հազարավոր մարդիկ վրդոված հայ առաքելական եկեղեցու վեհափառ է հասցեին Նիկոլ Փաշինյանի արած արտահայտություններից ու սպառնալիքներից, չնայած ուշ ժամին գնացին օդանավակայան, որպեսզի դիմավորեն աշխատանքային այցից վերադարձող ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Ինչ խոսք, տպավորիչ էր տեսարանը, թե ինչպես են հազարավոր ու ամենատարբեր մարդիկ բաց երկնքի տակ միաբերան ու միակամ արտասանում տերունական աղոթք վեհափառի հետ։ Հրապարակ օրաթերթը գրում է. ՄԻՊ Անահիտ Մանասյանի փոխարեն խորհրդարանում 3-24 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնում էր ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ինչու ՄԻՊ-ը սահմանված կարգով չի ներկայացնում զեկույցը, մեր հարցին աշխատակազմից պատասխանեցին, Տիկին Մանասյանը գործուղման է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքների շրջանակներում որպես Հայաստանը ներկայացնող անդամ։ Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մանասյանը Հայաստանում չէ, գործուղման է։ Հարցրեցին գործուղման ժամկետների մասին, կոմիտեն աշխատում է խորհրդապահության սկզբունքով։ Կոմիտեի կողմից տեղեկատվությունը հրապարակվելուց հետո ՄԻՊ աշխատակազմը ևս կներկայացնի գործուղման մանրամասները, պատասխանել են լրատվամիջոցին։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. նախորդին ԿՊ վարչության նիստի թեմաներից կարելի ասել գլխավորներից մեկը եղել է կաթողիկոսի հեռացման հարցը։ Օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ԿՊ վարչության անդամները ևս մեկ անգամ պնդել են, որ վեհափառին ու նրա շուրջ հավաքված հոգևորականներին պետք է ամեն գնով թուլացնել ու հանրային հնչեղություն պետք է դարձնել Փաշինյանի հարցը կաթողիկոսը զավակ ունի, թե ոչ։ ԿՊ վարչության գրեթե բոլոր անդամները պնդել են, որ ճնշումները պետք է շարունակել ու ըստ տեղեկությունների ճնշումները կմեծանան բոլոր այլ ընդդիմադիր ուժերի վրա, որոնք նախորդին գնացել են օդանավակայան ու դիմավորել Գարեգին Բ-ին, աջակցություն նրան։ ԿՊԱ-ականները կարծում են, որ տարբեր քաղաքական ուժեր փորձելու են այս հարցի առնչությամբ քաղաքական դիվիդենտներ շահել, իսկ դա առաջիկայում պետք է կանխել, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Մինչ կանցնենք մեր կայքի հրապարակումներին, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Վերադարձանք տաղավար եւ ձեզ եմ ներկայացնում Պոլիտիկեմի հրապարակումներից մեկը եւ այսպես 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանը ցնցումների մեջ էր, հանրային դաշտ մխրճվեց մեկը, ով սոցցանցերում հայտնի դարձավ ոչ թե գաղափարներով, այլ սեռական ժարգոնով, հայոյանքներով ու ցինիկ վիրավորանքներով։ Դոգմ ականոնով հայտնի Վարդան Ղուկասյանը հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից վիրտուալ հարթակներով լսարան էր հավաքում, խոստանալով, թե ինքն է լինելու հաջորդ իշխանությունը Հայաստանում։ Նա վստահեցնում էր, որ ունի գաղափարակիցների մեծ բանակ, բայց երբ նրա եթերում գերակշռում էր սեռաշեղված բառապաշարը, իսկ քաղաքական վերլուծության փոխարեն անպարկեշտ մեկնաբանություններ, պարզ դարձավ, որ գաղափարական որևէ բան այստեղ չկա։ Ոմանք միամտորեն հավատում էին, որ այս մարդը կարող է իշխանություն ստանալ Հայաստանում, բայց իրականությունը արագ հարվածեց նրան։ Մի քանի ամիս առաջ Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց ԱՄՆ-ում մանկապղծության եւ միգրացիոն օրենքների խախտման մեղադրանքով։ Այսօր նա գտնվում է բանտում։ Սկզբնական շրջանում մի քանի ցածր մասնակցությամբ բողոքի ակցիաներ եղան, բայց նույնիսկ ամենահավատացյալ դոգիստները շուտով նրան մոռացան։ Նրան ոչ միայն մոռացան, այլև նրա բացակայությունը որևէ կերպ չազդեց երկրի քաղաքական դինամիկայի վրա։ Ղուկասյանը քաղաքականապես մահացել է, առանց անգամ իրական քաղաքական կյանք մտնելու։ Իսկ նա իհարկե կարող է վերադառնալ պայմանական ազատության շրջանակներում, բայց ոչ երբեք որպես քաղաքական կամ հանրային լուրջ դերակատար։ Ակնհայտ է, որ նա այլևս խոսելու է այն, ինչ կասեն իրեն, ոչ թե հայ հանրության պահանջով, այլ ամերիկյան հատուկ ծառայությունների թելադրանքով։ Սա ևս մեկ հիշեցում այն մասին, թե որքան վտանգավոր կարող են լինել մեդիա մանիպուլյացիաներն ու կեղծ հեղինակությունները պատերազմի եւ ճգնաժամի ժամանակաշրջանում։ Իսկ մեզ մնում է ոչ թե հիասթափվել, այլ գիտակցել հասարակությունը պետք է չափի իր առաջնորդներին, ոչ թե հայոյանքի ուժով, այլ գաղափարի արժեքով։ Այս թեմային ևս մենք անդրադարձել ենք մի քանի անգամ եւ պետք է նկատել, որ Հայաստանում հատկապես այս մարդու քաղաքական կշիռը գրեթե զրոյացել է, կա իհարկե ինչ որ շերտ, որ հավատում է իրեն, ցավոք սրտի պետք է նկատել, որ համացանցում իր ակտիվ հետևորդները հիմնականում ապրում են Սփյուռքում, մարդիկ, որոնք որևէ կապ չունեն Հայաստանի հետ, չեն էլ ապրում Հայաստանում, եւ եթե իրենք այդքան լավ են պատկերացնում նրա նմանի իշխանության գալ, ապա կարելի է պայքարել, որ իրենց սեփական երկրներում գան իշխանության, օրինակ կարող են, չէ, Ամերիկայում իր համար բողոքի ակցիաներ անողները պայքարեն, որ Ամերիկայում նա գա իշխանության եւ ապրեն այդ սեռաշեղված իշխանության ներքո։ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, առավել հայտնի որպես Խաշլամա Արամ, հունիսին հրաժարականի դիմում գրեց եւ փախավ, այո, ոչ թե պարզապես հեռացավ պաշտոնից, այլ բառի ուղիղ իմաստով փախավ առանց հրաժեշտի, առանց նույնիսկ սենյակի բանալին հետ տալու։ Ինչպես հայտնում է Մեդիահաբը, Հովհաննիսյանը դիմումը գրել է Փաշինյանի ուղղակի պահանջով ու նույն րոպեներին էլ լքել է իր աշխատասենյակը։ Ժամեր անց նա արդեն Հայաստանի սահմաններից դուրս էր, ըստ մամուլի նա այժմ գտնվում է ԱՄՆ-ում։
Ոստիկանապետը այնքան խուճապահար է փախել, որ նոր ոստիկանապետի նշանակման պահին անգամ ներկա չէր Փաշինյանի մասնակցությամբ միջոցառմանը։ Իսկ ինչու այսքան խուճապահար փախուստ, Խաշլամա Արամը վստահ էր, թե անձեռնմխելի է։ Ի վերջո նա տարիներ շարունակ հրաշալի ծառայել էր այս իշխանությանը, հալվող պանրի պես, լուռ ու սահուն։ Բայց պարզվեց Նիկոլ Փաշինյանը նրան օգտագործել էր որպես ապահովիչ ժողովրդի դեմ, իսկ հիմա պարզապես դեն է նետում։ Արամ Հովհաննիսյանի փախուստին նպաստել են նաև որդու շուրջ պտտվող պատմությունները, որոնք կարող էին քրեական երանգ ստանալ։ Արդեն ակնհայտ էր դառնում նրան պաշտպանում էր ոչ թե պետությունը, այլ ընդամենը ժամանակավոր անհրաժեշտությունը։ Եվ չպետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանը կարծեք թե արդեն հոգնել է Խաշլամայից, մեզ ասացին, որ Փաշինյանի սիրտը վաղուց արդեն խորոված է ուզում։ Կանք մեր եթերի ամփոփմանը միջազգային լուրերին եւ այսպես։ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի օրվա կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական հեռագրում քաղաքական գործչին անվանել է իր ամենամտերիմ ընկերը, հաղորդում է Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության կենտրոնական լրատվական գործակալությունը։ Հեռագրում Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ռուսաստանի նախագահին անվանում է իր ամենամտերիմ ընկեր։ Իմ ամենամտերիմ ընկեր, ամբողջ սրտով մաղթում եմ ձեզ առողջություն, իսկ եղբայրական ռուս ժողովրդին հավերժական հաջողություններ, բարեկեցություն եւ բարգավաճում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի ժողովրդի անունից Ռուսաստանի ժողովրդին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ ռուս ժողովրդին աջակցելու հարցում, մինչ նրանք շարունակում են առաջ մղել ավելի պայծառ ապագայի իրենց ձգտումները, հայտարարել է Ռուբիոն։ Նա նաև վերահաստատել է, որ Վաշինգտոնը ցանկանում է կառուցողական շփումներ ունենալ Մոսկվայի հետ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար։ Մենք նաև օգտվում ենք այն հնարավորություններից վերահաստատելու Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական փոխգործակցության Միացյալ Նահանգների ցանկությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև տևական խաղաղություն հաստատելու համար։ Մենք հույս ունենք, որ խաղաղությունը կնպաստի մեր երկրների միջև ավելի փոխշահավետ հարաբերություններին, եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։ Հունիսի 24-ից 25-ը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքը կքննարկի Ուկրաինայի պաշտպանական ներդրումները ներառելու հարցը ծախսերի նոր նպատակակետում, որը, ինչպես ասվում է, կընդունվի հենց գագաթնաժողովում, գրում է Bloomberg-ը։ Հյուսիսատլանտյան դաշինքը նաև կառաջարկի աշխատել պաշտպանական առևտրի խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ըստ գագաթնաժողովի հռչակագրի նախնական նախագծի։ Նախագիծը հավանաբար կփոխվի մինչև Հաագայում կայանալիք հանդիպման ժամանակ վերջնական տարբերակի համաձայնեցումը։ Bloomberg-ի տվյալներով մեկ էջանոց հռչակագիրը նվիրված է բացառապես պաշտպանական ծախսերին, ինչը կտրուկ հակադրություն է անցյալ տարվա հայտարարությանը, որը պարունակում էր ավելի քան 5000 բառ եւ խոստանում էր Ուկրաինային երկարաժամկետ անվտանգության օգնություն։ ԱՄՆ եւ Չինաստանի պատվիրակությունները բանակցությունների արդյունքներով համաձայնության են եկել փոխադարձ մաքսատուրքերի զգալի կրճատման շուրջ։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Truth սոցիալական ցանցում։ Չինաստանի հետ մեր համաձայնությունը պատրաստ է, ենթակա է վերջնական համաձայնեցման իմ եւ նախագահ Սիի կողմից։ Հարաբերությունները հիանալի են, շնորհակալություն այս հարցի նկատմամբ ուշադրության համար, գրել է Թրամփը։ Նա նշել է, որ համաձայնագրի շրջանակներում Վաշինգտոնը չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կիջեցնի 145%-ից մինչև 55%-ի, իսկ Պեկինն ամերիկյան ապրանքներինը 125%-ից մինչև 10%-ի։ Բացի այդ, Չինաստանը լիարժեք կերպով կմատակարարի մագնիսներ եւ հազվագյուտ հողային մետաղներ, իսկ ԱՄՆ-ն չինացի ուսանողներին կրկին թույլ կտա ուսանել ամերիկյան բուհերում։ Սիրիական ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռը 12 տարվա ընդմիջումից հետո Դամասկոսից վայրէջք է կատարել Ստամբուլի միջազգային օդանավակայանում, այս մասին հայտնում է Ալ Ջազիրան։ Հունիսի 10-ի երեկոյան Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցել վայրէջք կատարած սիրիական ինքնաթիռի դիմավորման արարողությունը։ Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հայտնել է, որ սիրիական ավիաուղիներ ընկերության տնօրեն Սամեհ Արաբիի խոսքով աշխատանքներ են տարվում թռիչքային երթուղին ընդլայնելու ուղղությամբ, ներառելով թուրքական այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մերսինը, Անթաքիան եւ Իզմիրը։ Մայիսին Մեծ Բրիտանիան եւ Եվրոպական հանձնաժողովը ընդլայնել են ռուսական ստվերային նավատորմի մեջ ներառված նավերի ցանկը, որոնք կրում են օտարերկրյա դրոշներ, եւս շվեդական
Blank Spot պարբերականի ենթադրաբար օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ 189 նոր նավերի մեջ առանձնանում է ադրբեջանական պետական Զանգազուր նավը։ Վերլուծության համաձայն այս նավը անցյալ տարի կատարել է իր 11-րդ ճանապարհորդությունը Ռուսաստանի Պրիմորսկի նավթային նավահանգստի եւ Թուրքիայի Նեմրութի միջև։ Այսօր այսքան հարգելի հեռուստատողներ, կհանդիպենք վաղը ուրբաթ աշխատանքային օր։ Ցտեսություն։